նորմից իրավիճակը դուրս է գալիս եւ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ հետ գա կառավարման դաշտը։ Կարծում եմ, որ բարեկրթության եւ քաղաքական խոսքի շրջանակներից ձեր խմբակցության падգամավոր անցել է, դուք եք այդպես կարծում եւ ինչու Ղազարյանի հետևից իշխանությունը դուրս եկավ, այնուհետեւ դուք ինչ էիք խոսում իշխանության։ Ամեն դեպքում բանը սուր ելույթներ եղան, այդ պատճառով պետք է որ ամեն երկու խմբակցությունները իրար հետ իրավիճակի պարզաբանում անեն, բայց մենք ամեն ինչ կանենք, որ փորձենք բարեկրթության նորմերը պահենք։ Դուք կարծում եք, որ անցել է Ղազարյանը բարեկրթության նորմը եւ քաղաքական խոսքի։ Կարծում եմ իր որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր։ Դուք խոսեցիք իր հետ, պարոն Կարապետյան։ Քիչները նշում են, որ եթե դուք չեք կարողանում կարգի հրավիրել Էդգար Ղազարյանին, նախ մի բերեք նիստերի դահլիճ, ապա իրենք կարող են դա։ Իրենք ցանկալի կլինի խորհուրդներ այդպիսի չտան, մենք հասկանում ենք, իրենք էլ թող հասկանան, իրենք էլ ունեն падգամավորներ, որոնք բավական խնդրահարույց են ու մենք այդ падգամավորների առումով իրենց ասել ենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր պրոցեսին, նախագահությունից խոսքը ինչ էր ասում ձեզ եւ Էդգար Ղազարյանը։ Շատ լավ։ Մեզ Հայկ Օնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասի, բայց ամեն դեպքում տեղի ունեցել բարեկրթության նորմերի հետ կապված խնդրահարույց սպա, որը կպարզաբանվի։ Միակողմանի Էդգար Ղազարյանի կողմից թե երկկողմանի Հայկ Օնջորյանի ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ ամեն դեպքում որդքում է եղել էմոցիոնալ։ Շնորհակալ եմ։ Ղազարյանի կողմից կվերադառնա, հա, նիստերի դահլիճ դուք ունեք որոշում իր մասով իր քայլի։ Հիմա ուր եք գնում 20 րոպե ինչու մեր հայտարարների խախտում։ Գնանք սպաս։ Պայմանավորվածության խախտում վերադառնալու են նիստերի դահլիճ։ Էդգար Ղազարյանը падգամավոր է լինելու է Պարոն Կարապետյան, հնարավոր է որ մայր կոչ անեք Էդգար Ղազարյանին։ Մտածում եք դրա վերաբերյալ։ լուծելու համար են, ավելի շատ եւ ոչ թե բարդացնելու։ Կաշխատենք խնդիրները։